Մարզե համերգայինի գլխավոր բեմում նախապատրաստական եռուզեռ է Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի խազեր մրցանակաբաշխությունն այստեղ կանցկացվի երկրորդ տարին անընդմեջ։ Այս անգամ նախագծի ռեժիսորների խոսքով տեսնելու ենք նոր, առավել շքեղ շոու։ Պետք է ձգտել, որ մեզ համապատասխան լինի եւ մենք արժանի ենք այդ համապատասխանությանը, մենք արժանի ենք լինելու ներկայանալի։ Իսկ սա հենց այն միջոցառումն է եւ այն ձևաչափն է, որտեղ ամեն ինչ արվում է եւ մասնագետների այն քանակը, որ աշխատում է այսպիսի միջոցառման ժամանակ, վկայում է հենց դրա մասին, որ այո, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ունենանք արժանապատիվ ներկայություն երաժշտական աշխարհում։ Բեմում կլինեն սիրված արտիստներ, այդ թվում նախորդ տարվա մրցանակակիրները, կլսենք նաև մեր մեծերի ստեղծագործությունները նոր մեկնաբանությամբ։ Կարծում եմ դրանք այն երգերն են, որոնք պետք է անընդհատ տարբեր նոր մեկնաբանություններով լսենք, որովհետև նրանք իսկական են, նրանք իսկապես արժանի են հավերժության եւ նրանք այն արտիստների երգերը, որոնք հնչելու են, կարծում եմ, որ մեծ հուզականություն եւ մեծ նոստալգիա է առաջացնելու հանդիսատեսի մոտ։ Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխության պարային շոուի ընթացքում էլ բեմը կկիսեն շուրջ 6 տասնյակ արտիստներ միաժամանակ։ Գրեթե բոլոր բեմադրությունները ավելի հեռուստատեսային ենք մտածել։ Այսինքն հետաքրքիր է լինելու իհարկե եւ ոչ միայն հանդիսատեսի համար, այլ նաեւ հեռուստադիտողի համար առավել եւս։ Եվ թերևս ամենաինտրիգային հարցը, ով իր հետ այս տարի կտանի խազեր մրցանակը, կոչվելու լավագույն փոփ երգիչը, երգչուհին կամ էլ երգի հեղինակը։ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի անդամները դեռ քվեարկում են։ Մինչև մարտի 28-ը ներառյալ բաց է դեռ քվեարկությունը, հիմա շատ ակտիվ քվեարկություն է գնում եւ վստահ եմ, որ ել ավելի կակտիվանա վերջի օրերին, անցած տարվա փորձից ելնելով, եւ մենք արդեն ամսի 29-ին կունենանք մեր հաղթողների անունները եւ այս գեղեցիկ բեմում, այս դահլիճում կհնչեն այդ անունները։ Երաժշտական տոնը մարտի 29-ին է, այն կհեռարձակվի նաեւ Armenia TV-ի ուղիղ եթերում։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։